Թուրքական իշխանությունները կորցրել են բոլոր հեղինակավոր հարթակները, որտեղ կարող են խոսել հայերի ցեղասպանության շղթման մասին, ասել է Երևանում գտնվող թուրք հայտնի մտավորական պատմաբան Թաներ Աքչամը, որը կարծում է, որ հայկական ակոսթերթի խմբագիր հասարակական գործիչ Չիրան Դինքի սպանությունից հետո Թուրքիայում շատ բան է փոխվել։ Մարդիկ սկսել են ավելի շատ խոսել հայոց ցեղասպանության մասին, բազմաթիվ քաղաքներում կատարվել են հիշատակի արարողություններ, ինչը հոգեբանական հաղթանակ է նրանց համար, որոնք այսօր էլ Թուրքիայում պայքարում են մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության համար, իշխանություններին կոչ անելով նաև առերեսվել պատմական իրողությունների հետ։ Ես գիտեմ միայն մի բան, մեզ մնում է շարունակ պայքարել, կա ասացվածք, ազատությունն ազատ չէ, եթե ուզում ես արդարադատություն, ժողովրդավարություն եւ ազատություն, հարգանք մարդու իրավունքների նկատմամբ, ապա դրանք անվճար արժեքներ չեն եւ ազատորեն մարդկանց չեն տրվում, հետեւաբար դուք պետք է վճարեք դրա համար։ Թուրքիայում կան բավականին շատ մարդիկ, ովքեր պատրաստ են վճարել այդ գինը։ 2023 թվականին Լեռնային Ղարաբաղից հայ բնակչության զանգվածային արտագաղթը 1915 թվականի ողբերգության շարունակությունն է, ոմանց կասկածելի հիմնավորումներով եւ դավաճանությամբ քողարկված, հայտարարել է Պետդուբայի ԱՊՀ հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։ Այսօր, երբ մենք գլուխ ենք խոնարհում զոհվածների հիշատակի առջև, պարտավոր ենք խոսել ոչ միայն անցյալի, այլև ներկայի մասին։ 2023 թվականին Լեռնային Ղարաբաղից հայ բնակչության զանգվածային արտագաղթը սոսկ աշխարհաքաղաքական հանգամանք չէ։ Դա ողբերգության շարունակությունն է, մեր դարում քողարկված ոմանց կասկածելի հիմնավորումներով, մյուսների դավաճանությամբ։ Մենք նշում ենք դարերով իրենց հողի վրա ապրած մարդկանց այսօրվա դժբախտությունները, պատմության, կրոնական եւ մշակութային հուշարձանների հափշտակության փորձը, գերիների նկատմամբ Շեմյակինի դատավարությունը։ Հայաստանում արտաքին եւ ներքին ուժերի ճնշման տակ խարխլվում են ազգային ինքնագիտակցության հիմքերը, ոտնահարվում պատմական հիշողությունը, քանդվում են կապերը նրանց հետ, ովքեր դարեր շարունակ դաշնակից ու բարեկամ են եղել։